Պարոն Մինասյան, ձեր եւ Անդրանիկ Մարգարյանի մտերմության մասին կուզեմ անդրադառնաք, հատկապես ինչ կցանկանաք այս պահին վերհիշել եւ հիշեցնել մեզ դիտողներին։ Լավ հարց եք տալիս, գիտեք, երկի շատ ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, կամ բաններ, որոնք անիմաստ է հիմա վերհիշել, որտեղ ակտուալ չեն, առօրեական չեն, բայց դրա հետ միասին կան բաներ, որոնք իսկապես ակտուալ են, առօրեական են, եւ դրանք կարծում եմ հենց այն առանցքային հանգամանքներն են, որոնք ընդհանրում են ցանկացած մարդու, ու այդում նաեւ մեր Անդրանիկ Մարգարյանի։ Առաջինը դա չհուսահատվելն էր, երբեք, ու դա կարծում եմ գալիս էր իր դաստիարակությունից, իր արմատներից, ամենածանրագույն ժամանակներում ինքը չէր հուսահատվում։ Ինքը ուներ հավատ, ուներ այդ գաղափարը եւ այդ գաղափարին ինքը ծառայում էր։ Իր գործունեության ողջ ընթացքում ինքը երբեք չհուսահատվեց։ Ամենածանր իրավիճակներում ինքը համոզված էր, որ եթե ոչ այսօր, ապա վաղը ինքը հասնելու է, այսինքն մենք բոլորս հասնելու ենք մեր նպատակին։ Ու երևի թե ամենակարևոր ուղերձը այս տարիների խորքից, որ ինքը կարող է փոխանցի մեզ, մեր երիտասարդ սերունդին, դա է չհուսահատվել։ Բայց լոկ չհուսահատվելը ինքնին որևէ արժեք չի ստեղծում։ Դու պետք է այդ նպատակին հասնելու համար աշխատանք կատարես։ Ամեն օր ամենածանր պայմաններում դու պետք է պատի վրա մի քար ավելացնես։ Ու այդ պարագայում, եթե ոչ այսօր, ապա վաղը այդ պատը կանգուն կլինի եւ իր խնդիրը կլուծի։